Ողջույն, միշտ խաբվել սիրող հայ ժողովրդին։ Հարգելի հայրենակիցներ, Նիկոլն ասում է, որ ընտրությունները չեն կայացրել։ Ընտրությունները կայացրել են։ Ընտրությունները կայացրել են միշտ համարյա։ 35 տարվա մեջ ընտրությունները կայացրել են։ Միակ անգամը, որ չի կայացրել, դա 18 թվականին էր։ Այսպես կոչված Թավշյա հեղափոխության ժամանակ, Թավշյա հեղափոխությունից հետո, երբ դուք դժբախտաբար ընտրեցիք Նիկոլին։ Այդ ժամանակ այնքան էիք ապրում Սերժին, որ բոլորդ գնացիք ընտրեցիք Նիկոլին։ Չնայած ես ասում եմ, ես Նիկոլին չեմ ընտրել, երբեք չեմ ցանկացել, որ Նիկոլը վարչապետ դառնա։ Մենք մի անգամ երբ Երևանում ցույց էին անում Նիկոլին, Սասունին Արարատին բռնին տարան, կալանավորեցին, այդ ժամանակ անկախ ինձանից ես հոգով ոնց որ ցանկացա, որ նա վարչապետ դառնա։ Դժբախտաբար մենք չենք կարողանում մեր հոգու ձայնին, մեր ներքին ձայներին ղեկավարը։ Այդ զգացմունքը առաջանում է հանգարցակի, ի տարբերություն այն խնդրանքների, որ մենք խնդրում ենք Աստծուն, երբ լավ մտածում ենք, նոր խնդրում ենք, հոգու ձայնը մեր մոտ առաջանում է հանկարծակիորեն, դա մի վտանգավոր զգացմունք է։ Վտանգավոր է, որտեղ մենք չենք կարողանում այդ զգացմունքը սանձահարել։ Մի խոսքով, ես երբեք չեմ ցանկացել, որ Նիկոլը վարչապետ դառնա։ Ես 2003 թվականից միշտ ցանկացել եմ, որ ես դառնամ նախագահ ու վերջ, քանի որ ում ընտրեցին, ժողովուրդ ջան, դուք ատեցիք, Լևոնին ընտրեցիք, ատեցիք, Վազգեններ ատեցիք, Քոչարյանն եկավ, ատեցիք, դրանից հետո ես որոշեցի, որ ես պետք է նախագահ դառնամ։ Մինչ այդ երբեք չեմ ձգտել պաշտոնի։ Ես դեռ կոմունիստների ժամանակ արդեն մեծ հարուստ էի դարձել։ Ես 27 տարեկան էի, երբ մի 50 տարեկան տղամարդ, երեկվապես հիշում եմ Ռուսաստանի Տափաստանում գտնվող մի բլուրի վրա էինք երկուսս էլ, նա լսել էր իմ մասին, ասեց տղա ջան, քանի որ հարստություն ունես, մտածիր իշխանության մասին։ Ես ասի, եթե հարստություն ունեմ, իշխանությունը ինչ եմ անում։ Բայց փաստորեն այդ մարդը ճիշտ էր։ Իշխանությունը մեզ պետք է մեր հարստությունը պաշտպանելու համար, մեր հայրենիքը պաշտպանելու, հզորացնելու համար։ Միայն այդ մարդու ասածից հետո, մոտ 20 տարի հետո ես հասկացա, որ իսկապես իշխանությունը պետք է լինի հայրենասեր մարդկանց ձեռքում, որպեսզի այն ծառայի հայրենիքին։ Այդ ժամանակ էլ դուք արդեն հասցրել եք ժողովուրդ ջան ատել Դեմիրճյանին, Լևոնին, Վազգենին, Քոչարյանին։ Այժմ էլ Նիկոլն ասում է, որ այս ընտրությունները 2026 թվականին չի կայացրել։ Կայացրել է։ Ընտրությունները բռնաբարվել են ուղղակի բոլոր կողմերից։ Եթե Նիկոլ ընտրությունները չեն կայացրել, այդ դեպքում նոր ընտրություններ անցկացրել, ապացուցի, որ չեն կայացրել։ Դե ապացուցի։ Բայց ինձ թվում է պետք չէ դրան գնալ։ Ավելի լավ է, ևս մեկ անգամ առաջարկում եմ իշխանությունը հանձնել ինձ։ Ստեղծենք ժամանակավոր կառավարություն, իմ գլխավորությամբ։ Մեկ ամիս հետո ժողովուրդը շատ լավ բաներ կտեսնի։ Ուղղակի մեկ ամսվա ընթացքում, նույնիսկ այդ շատ լավ բաները 15 օրվա ընթացքում էլ կարելի է անել, բայց ես չեմ սիրում սուտ խոսել, դրա համար ասում եմ մեկ ամիս հետո։ Մեկ ամսվա ընթացքում բոլոր քաղաքներում հասարակական տրանսպորտը անվճար կդառնա, գույքը 2 անգամ կնվազի, աղբահանության հետ կապված ծառայության գները 2 անգամ կնվազեն, վարկերի մարումը կսառեցվեն, թոշակառուները կազատվեն գույքահարկի վճարումից,
Ապեզերները, շինթույլտությունները կդառնան անվճար, ժամանամեծ գյուղերում արտոնություններ կստանան, բնակիչները, կոմունալ վճարումները կնվազեն 50%-ով, կտրամադրվի անվճար տներ ժամանամերձ բնակավայրերում ապրող բնակիչներին։ Դա այն մինիմումն է, որ կկատարվի մեկ ամսվա ընթացքում։ Իսկ մեկ տարվա ընթացքում կստեղծվի 100,000 աշխատատեղ, մինիմում աշխատավարձը կդառնա 250,000 դրամ, բուսպասարկումը ամբողջովին կդառնա անվճար, այն 250 միլիոն դոլար, որ ամեն տարի ընդգրկվում է բյուջեում, բավական է, որպեսզի ամբողջ բուսպասարկումը դառնա անվճար, այդ թվում նաև դեղորյակը անվճար դառնան։ Բարձրագույն կրթությունը ամբողջովին անվճար կդառնա եւ այլ բաներ կդառնան անվճար, որոնք ես չեմ ուզում բարձրաձայնել, քանի որ դրանք կարող են իմ դեմ աշխատել, ձեր դեմ աշխատել, որտեղ որոշ մարդկանց դուր չի գա, որոշ մարդկանց նպատակը միայն փող աշխատել է, նրանք ցկած ունեն ձեր շահերի վրա, ձեր բարեկեցիկության վրա, ձեր կենսամակարդակի վրա, հայրենիքի հզորության վրա։ Հավատացեք, հավանաբար ես միակ մարդն եմ, որ ցանկանում է, որ եւ Հայաստանը դրախտի վերածվի երկրագունդը, քանի որ միայն վերջինի դեպքում, երբ երկրագունդը դրախտի կվերածվի, բոլոր հայ երեխաները էլ վտանգ չեն տեսնի, վտանգի մեջ չեն լինի։ Այնպես որ եկեք եւս մի անգամ, եկեք ոտքի կանգնենք պահանջենք Նիկոլից, որ նա իշխանությունը հանձնի ինձ, այսինքն ձեզ, քանի որ բազմիցս ես ասել եմ, որ այդ իշխանությունը ինձ հետ միասին, նաև նվիրյալ հայրենասերների հետ միասին ծառայելու է հայ ժողովրդին, այո, կան շատ նվիրյալ հայրենասերներ, որոնք չեն ձգտում իշխանության, որպեսզի իրենց համար փող աշխատեն, ես այդպիսի մարդկանց շատ գիտեմ, այդպիսի մարդկանց ձեր մեծ շատ կան։ Ինչ են կանում 1 միլիարդ դոլարները, եթե մեր երեխաները ամբողջովին ապահովված են ամեն տեսակի վտանգներից, աշխատանքով ապահովված են, ութապես ապահովված են, 1 միլիարդ ինչի համար, ինչի է պետք դիզել, երբ որ նորմալ մարդը միշտ աշխատում է քիչ խմել, քիչ ուտել, քիչ ման գալ, որպեսզի պրոբլեմներ չունենա, չի վանդանա, չծերանա, միշտ երիտասարդ մնա, այնպես որ եկեք եւս մեկ անգամ պահանջենք Նիկոլից, որ նա իշխանությունը հանձնի մեզ։